Վատիկանում ներկայացվել են դարերով գաղտնի պահված արխիվի փաստաթղթեր, որոնցում կան բավականին շատ տեղեկություններ հայոց ցեղասպանության մասին։ Ըստ արխիվի պատասխանատուի, հրապարակված փաստաթղթերը հաստատում են թուրքական բանակի կողմից հայերի նկատմամբ իրականացված դաժան խոշտանգումները։ Այս տեղեկությունները ստիպեցին ինձ ամաչել, որ ես մարդ եմ, հայտարարել է եպիսկոպոսը։ Հայոց ցեղասպանությունը հաստատող մոտ 100 փաստաթուղթ, այդ թվում թուրքական բանակի գործողությունների գրավոր ապացույցները տպագրվելու են առանձին գրքով։ Երևանում այս պահին զրոյցած մեկ աստիճան է, ծանոթացեք եղանակ տեսության ամբողջ Հայաստանում։ Socialist Youth blogում տեղադրվել է փակ շուկայի լուսանկար, որում երևում է, որ շուկայի տանիքի վրա տարվում են աշխատանքներ։ Ըստ բլոգի հեղինակի, շուկայի կամարաձև տանիքը քանդվում է։ Ողջույն Լիլիթ։ Բարի լույս Գայանե։ Թերթերը փակ շուկային անդրադարձել են։ Ճիշտն ասած ոչ, թերթերի գլխավոր թեման այսօր 3 Հայազգային կոնգրեսի տեղի ունեցած հանրահավաքն է, շատ մեծ հրապարակումներ են նվիրել թերթերը դրանց, օրինակ Հայկական ժամանակի գրեթե կես այդ թեմային էր նվիրված, ամբողջությամբ տպագրել են Լևոն Տեր-Պետրոսյանի եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ժողովուրդը եւս այո, ինչպես միշտ տպագրել էր ամբողջությամբ ելույթը եւ թերթերի յուրաքանչյուրը փորձել է առանձնացնել հանրահավաքի իր համար առավել ուշագրավ հատվածները եւ շեշտադրումները։ Օրինակ հրապարակը իր խմբագրականում գրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները կարծես վերածվել են ինքնահարցազրույցի, նա հարցեր է առաջադրում եւ պատասխանում է դրան, սակայն այն է ուշագրավը, որ երբեմն նրան հուզող հարցերը կարող են չհամընկնել ժողովրդին հուզող հարցերի հետ։ Օրինակ 3 հավաքվածներին հետաքրքիր էր ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմը, որն այդպես էլ չհրապարակվեց։ Հետաքրքիր է, որ նաեւ 4-րդ ինքնիշխանությունը եւս գրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ելույթները կարծես վերածվում են ինքնահարցազրույցի։ Ժամանակ անդրադառնալով այս թեմային գրել է, որ երեկվա հայտարարությունները եւ ելույթները վկայում են այն մասին, որ ազգային կոնգրեսը արդեն վերածվում է հիմնականում դեպքերը գործողությունները թելադրողից այդ գործողությունները դեպքերը հետևող ուժի կարծես։ Օրակարգը անդրադառնալով այս թեմային գրել է, որ վկայում են այդ հայտարարությունները եւ ընդհանրապես երեկվա հանրահավաքը, որ Հայ ազգային կոնգրեսը կարծես բաց է թողնում հնարավոր կամուրջները կամ սողանցքները, որ կարողանա համագործակցել քաղաքական մյուս ուժերի հետ արդար ազատ ընտրություններ կառուցելու եւ անցկացնելու համար։ Եվ Գայանե, հետաքրքիր է, որ նաեւ թերթերը առանձնացրել են Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածը, որ նա նշել էր, թե խորհրդարանական այս ընտրությունները իրականում նախագահական ընտրությունների առաջին փուլն են։ Օրինակ ազգը այդպես էր անդրադարձել թեմային։ Եվ վերջապես այս թեմայի հետ կապված վերջին հրապարակումը Առավոտի խմբագրականն է, Առավոտը ուշադրություն էր դարձրել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն մասին, որ նա նվիրել երկրապահ կամավորականներին, նշելով, որ կամավորականները կարծես փոխակերպվել են, երբ հայտարարել էին պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Առավոտը գրել է, իսկ արդյոք այդպես էր այն ժամանակ, երբ կամավորականները հայտարարեցին դեռ 96 թվին Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու ժամանակի մասին, ինչու այդ ժամանակ նախագահը այդպիսի հայտարարություն չարեց։ Եվ թերթը եկել է եզրակացության, երկրապահ կամավորականները երբեք էլ հեղինակավոր կառույց չեն եղել։ Ըստ ոստիկանության տվյալների, եթե չեմ սխալվում, երեկվա հանրահավաքին մոտ 4000 մարդ է մասնակցել։ Այո, թվերը բավականին այդպես կոնկրետ հստակ թվեր թերթերը չէին նշել, միայն գրել էին բազմահազարանոց մեծաքանակ հանրահավաք է տեղի ունեցել եւ նաեւ երթին էին անդրադարձել։ Գայանե, մյուս թեմա, որին պիտի անդրադառնամ, Սիրիան է, գիտենք, որ Սիրիայի հետ կապված իրավիճակը բավականին լարված այսօրին եւ ունենք մեծ համայնք եւ օրակարգում Սուրեն Մանուկյանը անդրադառնալով թեմային սյունակագիր նշել է, որ ուշագրավ է, որ մենք այդպիսի մեծ համայնք ունենք, բայց լուրջ եւ անկողմնակալ տեղեկատվություն չունենք մշտական թղթակիցներ որևէ լրատվամիջոցի, որ կարողանա ապահովել այդ տեղեկատվությունը, ինչը շատ վատ է եւ նա նշում է, որ Սիրիայի շուրջ ստեղծված աղմուկը իրականում հենց միջազգային նաեւ կողմնակալ տեղեկատվության հետևանք է եւ 3 միֆ է նշել Սիրիայի
մասին, հիմնականում այն, որ բնակչությունը պայքարում է իշխանությունների դեմ, զոհերի թիվն է միֆային ըստ նրա, նաև այն, որ Սիրիայում պայքարում է ժողովրդավարության հաստատման համար եւ բերում է իր փաստարկները հիմնավորելու այս միֆը, որը ըստ իս բավական ուշագրավ եւ հիմնավորված է։ Եվ վերջապես Գանը մի փոքր տեղեկություն, որ հայկական ժամանակում կարդացի, 2011 թվականի վերջի դրությամբ մեր երկրի պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 592 միլիարդ, որից արտաքին պարտքը 3 միլիարդ է, իսկ ներքին պարտքը այս տարի ավելացել է 36 միլիոնով, արտաքինը 270 միլիոնով, ներեցեք անցյալ տարի, եւ ըստ վերջին մարտահամարի տվյալների, ինչպես գրել է թերթը, փաստորեն մեզանից յուրաքանչյուրը Հայաստանի քաղաքացիներից ունի $1480 պարտք անկախ իր կամքից։ Այսքան այսօր մեր մամուլից Գայանը։ Շնորհակալություն։